որ տարբեր տարատեսակ բացատրություններ, բարձաբանումներ են հնչեցնում հենց մեղադրող կողմի ներկայացուցիչները, ի վերջո ինչ եք սպասում արդարությունը երբ կա հաղթանակի։ Արդարությունը կարող է հաղթանակել միայն այն դեպքում, եթե մենք ձեզ հետ միասին բոլորով ուզենանք դա, հետամուտ լինենք, չընկրկենք, չնահանջենք, իսկ մենք դա անելու ենք, վստահ եմ նաև դուք։ Փաստ է, որ այս իշխանության վերարտադրության պարագայում դա ավելի երկար ու ծանր եւ դժվար process է լինելու, բայց դա ամենևին չպիտի մեզ հուշի, որ սա չի բացահայտվելու, սա բացահայտվելու է, որովհետեւ նաև ձեր հարցերին այստեղ այսօրվա դատական նիստում դուք պատասխան լսեցիք, որը եւս մի քանի նիստ առաջ եւս այդ կատարողը իբրև թե կատարողը հայտարարել էր եւ տպավորություն է ստեղծվում, որ ինքը անգամ կատարողը չէ։ Հետևաբար պետք է արձանագրել, որ ամբողջական բացահայտման կարիք կա, քննության ամբողջական անհրաժեշտություն կա եւ փաստ է, որ այս գործը անգամ մոտիկ չէ բացահայտված համարելուն կամ ընթացքը։ Քննչական կոմիտեն իրեն տարել է, տեղը ցույց տվել, հետո կամերաների առաջ իբրև ինքն է գրում այդտեղ։ Տեղյակ եք դուք այս բացահայտումներով որ անում եք եւ որ ինչ որ քրեական բարույթ, նախաձեռնություն կա, թե չկա կամ դիմել է պարոն Գրիգորյանը, չգիտեմ, հաստատանը որպես ես հայտարարությունները որևէ իրավական գործընթաց լինի, վերջո սկանդալային հայտարարություն։ Այո, ես հետ համաձայն եմ, նաև այսօրվա իր տված պատասխանը ձեր հարցին սկանդալային է եւ փաստացի Գևորգի իմ տպավորությամբ փող է նախապատրաստում առայն, որ կարողանա ցույց տալ, որ ինքը կատարողը անգամ կատարողը ինքը չէ։ Ես այդպիսի տպավորություն եմ, սա զուտ իմ նեղ անձնական տպավորությունն է դատական նիստերից։ Հետևաբար մենք իհարկե լրջորեն եւ աչալուրջ հետևում ենք process-ին եւ թույլ չենք տալու նման բաց թողումներ կամ վրիպակներ տեղի ունենան, ակնհայտ է, որ հետամուտ ենք լինելու, բայց այս փուլում դատախազն իր աշխատանքն է անում, փորձելով դեռ գիտեք ապացույցների փաստերի զննման փուլ է, այդ process-ն է ընթանում, որից հետո բոլոր վիճահարույց եւ խնդրահարույց հայտարարությունների հետևից բնականաբար գնալու ենք, վկաները հարցակնվելու են ամբողջությամբ եւ Գևորգը պատասխան է տալու դեռ պաշտպանող կողմի բազմաթիվ հարցերին։ Լավ, Տիկին Խանդիլյանն արդեն ընտրություն աղավ հունիսի 7-ի տեղի ունեցել, ինչպիսի տպավորություններ ունեք ընդդիմադիր հատվածը սպասելիքները մեծ են, որ կհաղթանակի միասնական ընդդիմությունը, բայց փաստորեն թեպետ Փաշինյանը սահմանադրական մեծամասնություն չի կազմելու, բայց վարշապետը շարունակելու է լինում հանրապետության։ Նախ իհարկե պետք է վերահաշվարկը հասկանալ, ինչ դասավորություն ունի գոնե այդ վերահաշվարկի հիման վրա ազգային ժողովը, բայց իմ կարծիքով այս աննախադեպ վարչական ռեսուրսի օգտագործումը, որ ուղղակի սահման չի ճանաչել, ամբողջ փաթեթը կիրառել են վարչական ռեսուրսի ճնշման եւ օգտագործման։ Ինչպես նաեւ հաշվարկները տեսնում եք, ինչ խայտառակ բաց թողումներով է տեղի ունեցել, հետեւաբար այս ընտրությունները ազատ ու արդար համարել ուղղակի հնարավոր չէ։ Եվ այս ընտրության ձևավորած կառավարությունը նույնպես լեգիտիմ չունի, որովհետեւ փաստացի մեծամասնություն չի ներկայացնում։ Եվ այս առումով ես կարծում եմ, որ ընդդիմադիր ուժերը պիտի խորհրդակցություններ սկսեն եւ ամբողջացնեն առայն, թե ինչպես են կանգնեցնելու եւ իրացնելու իրականում քաղաքական ճգնաժամի պատկերը, որովհետեւ փաստացի երկրում քաղաքական ճգնաժամ է, բայց եթե ազգային ժողովը շարունակի բնականon գործունեություն, կարող է կարծիք ստեղծվել, թե ամեն ինչ նորմալ է։ Հայտարել, որ ընտրակեղծարարությունը տեղի ունեցել եւ բռնաճնշումներ եւ վարչական ռեսուրս մի բան է, դրան համարժեք գործողությունը մեկ այլ։ Ես կարծում եմ, որ ընդդիմությունը դեռ սպասում է խորհրդան անցած առնված այն ուժերը, որ այս փուլում անցել են, վերահաշվարկի են սպասում, շաբաթ օրը հավանաբար համատեղ քննարկումներ կունենան եւ ես շատ հույս ունեմ, որ այնպիսի որոշման պետք է գալ, որը կարձանագրի քաղաքական ճգնաժամ երկրում։ Այսինքն մանդատ չվերցնեն։ Ես կարծում եմ, որ դա ճիշտ լուծում է այս փուլում։ Իհարկե իրենք վերցնելու, չվերցնելու պարագայում էլ բացատրություններ, հիմնավորումներ են տալու, բայց իմ անձնական կարծիքով ես կարծում եմ, որ պետք է ցույց տալ աշխարհին, որ սա լեգիտիմ խորհրդարան չէ։ Ես հասկանում եմ, որ նրանք կարող են իրավական առումով վերցնել իրենց մանդատները եւ գնալ աշխատանքի, ինչը եւ անել այլ բաներ, այսինքն օրենք փոխել, սահմանադրական դատարան դիմել, փոփոխություն անել ընտրական օրենքով եւ անել գործողություններ։ Այս բոլորը պիտի ազդակ լինի հանրության եւ քաղաքական ուժերի համար միավորվելու, համախմբվելու եւ պայքարելու այս ապօրինությունների դեմ, ունենալով օրակարգ, բայց այն որ ուղակի վերցնել գնալ շարունակել աշխատել, ես կարծում եմ, որ դա լավագույն լուծումը չէ այս ստեղծված իրավիճակի համար։
ընդդիմադիր ուժերը նաև այս ընթացքում փողոցային պայքարի մասին են խոսում, դուք դիտարկում եք եւ պատրաստ եք այդ պարագայում լինել ուժերի կողքին եւ եւս մասնակցություն ունենալ։ Օրինական պայքարի բոլոր տեսակները այս իշխանությունների դեմ մեզ համար ընդունել են։ Մենք միշտ գնահատել ենք զուտ արդյունավետությունը, երբ որ հանրային տրամադրությունները դեռ չեն հասունացել եւ դու փողոցային պայքար ես ծավալում եւ նախաձեռնում, այն կարող է ցավոք սրտի հիասթափություն նույնպես առաջացնել։ Հետեւաբար ինձ համար պիտի լինի այն պահը, երբ դա պիտի անել եւ անել ճիշտ հաշվարկված։ Հիշեք սրբազան շարժումը։ Դա մի փառահեղ շարժում էր, որը ցավոք սրտի չկապիտալիզացվեց հազար ու մի պատճառով, բայց հանրային տրամադրությունները տեսեք, որ այո, այդ ընդդիմադիր ձայնը կա, ոտքի կանգնողը կա։ Մնում է իսկապես ճիշտ տրամադրությունները տեսնել ժողովրդի, որսալ եւ կարողանալ դա կապիտալիզացնել թեկուզ փողոցային պայքարով։ Տիկին Խանդրյան եւ Ռուբեն Վարդանյանը տեղյակ է, որ Հայաստանում անկությունները ինչպեսի երկնության Չեմ կարող ասել, այս պահին տեղեկություն նման չունեմ, բայց հասկանում եմ, որ ինքը տեղյակ է, որ տեղի են ունենում ընտրություններ եւ իր հայտարարություններից հասկանում եք, որ նա ուղղակի կործանարար էր համարում Քաջնազարի ընտրվելը։